Ստիվեն Հովագիմյանը ավելի քան 40 տարի լինելով համայնքային առաջնորդ եւ մարդու իրավունքների ակտիվիստ, հետևողականորեն մասնակցել է բազմաթիվ մարդասիրական ծրագրերի, աջակցելով աղքատ եւ հաշմանդամ անձանց թե տեղական, թե միջազգային մակարդակներում։ 2020 թվականի ավերիչ պատերազմի ընթացքում նա կորցրեց իր 20-ամյա եղբորորդուն Կարոյին։ Կարո Հովագիմյանը ծնվել է Սիրիայի Հալեբ քաղաքում, մեծացել Հայաստանում եւ իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի Արցախում։ Այս աղետալի եւ ցեղասպանական պատերազմը դարձավ արթնացման կոչ բոլորիս համար։ Չափազանց դժվար է գտնել ցավակցական եւ երախտագիտության խոսքեր այն նվիրյալ երիտասարդ զինվորների ընտանիքների եւ հարազատների համար, ովքեր բռնեցին անմահության ճանապարհը։ Մենք ամբողջությամբ կնվիրենք մեր խոսքը եւ գործը նրանց սուրբ առաքելության շարունակությանը եւ հայրենիքի հզորացմանը։ Խոնարհվում ենք նրանց լուսավոր հիշատակի առաջ։ 2021 թվականին մենք հիմնադրեցինք մեր կազմակերպությունը Հույսի կայծը Միացյալ Նահանգներում գրանցված 501 C3 ոչ առևտրային կազմակերպություն, որի նպատակն է հույսի եւ խաղաղության կայծ վառել պատերազմներից եւ աղքատությունից տուժած մարդկանց հոգիներում։ Հույսի կայծը նվիրված է պատերազմներից եւ զրկանքներից տուժած ընտանիքներին աջակցելուն։ Անմիջական նվիրատվությունների եւ կամավորական ջանքերի շնորհիվ կազմակերպությունն աջակցում է պատերազմական գոտիներում ապրող կարիքավորներին, ապահովելով կենսական կարևոր ռեսուրսներ։ Երեխաները առավել խոցելի են աղքատության հետևանքների նկատմամբ։ Դրանք մեծանում են տարրական կարիքներից զուրկ, շատերը բնակվում են փայտե կամ մետաղական ժամանակավոր կացարաններում, չունենալով հագուստ, սնունդ եւ դպրոցական պարագաներ։ Հաստատության եւ խոցելիության ճիրաններում ապրող բազմաթիվ հաշմանդամ երեխաներ զրկված են անհրաժեշտ թերապիաներից եւ վարժություններից։ Այս ընտանիքների կյանքում փոփոխություն մտցնելն է Հույսի կայծի գլխավոր առաքելությունը։ 2023 թվականից ի վեր մեր մարդասիրական գործունեության շրջանակում իրականացրել ենք հետևյալը. Հոկտեմբեր 2023 նպաստեցին Կարո Հովագիմյան հիմնադրամի ամանորյա նախաձեռնությանը հույս եւ աջակցություն բերելով կարիքավոր ընտանիքներին։ Մայիս 2024 նվիրատվությամբ աջակցեցին Կարո Հովագիմյան հիմնադրամի միջոցով իրականացվող կյանք փրկող վիրահատությանը։ Հունիս 2024 մեր ֆինանսական տնօրեն տիկին Զարա Քալաջյանը այցելեց Աղավնավանք եւ համայնքի կարիքների համար նվիրեց 2 էլեկտրական սղոց։ Սեպտեմբեր 2024 մեր գործադիր խորհուրդը Աղավնավանքի 7 տարեց կանանց տրամադրեց վառելափայտ ձմեռային սեզոնին նախապատրաստվելու համար։ 2024-2025 ուսումնական տարի վճարեցինք Աղավնավանքի 8 համալսարանական ուսանողների ուսման վարձը եւ պարտավորվեցինք շարունակել աջակցությունը պայմանով, որ նրանք պահպանեն անցողիկ գնահատականներ։ Մարտ 15, 2025 Կարո Հովագիմյան հիմնադրամի միջոցով Գայանեի վիրահատության համար հատկացրեցինք $15,000։ Մայիս 2025 Կարո Հովագիմյան հիմնադրամի միջոցով Նարեկի վիրահատության համար նվիրաբերեցինք $5,000։ Նոյեմբեր 2026 կրկին վառելափայտ տրամադրեցինք Աղավնավանքի նույն 7 տարեց կանանց։ 2025-2026 ուսումնական տարի շարունակեցինք նույն 8 ուսանողների ուսման վարձի ֆինանսավորումը, վերահաստատելով մեր հանձնառությունը նրանց կրթության եւ ապագա հաջողության նկատմամբ։ Եվ այս ամենը մենք կարողանում ենք իրականացնել մեր ամենամյա հանդիսավոր ընթրիք գալային եւ տարվա ընթացքում կազմակերպող այլ միջոցառումներին ձեր մասնակցության շնորհիվ։ Շնորհակալ ենք, որ հավատում եք մեզ։ Շնորհակալ ենք, որ աջակցում եք մեզ։ Հույսի կայծը ձգտում է հույսի եւ խաղաղության կայծ վառել պատերազմներից եւ աղքատությունից տուժած մարդկանց կյանքերում։ Օգնեք մեզ փոխել նրանց կյանքը, քանի որ ձեր սերը կարող է իրական փոփոխություն բերել նրանց կյանքում։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG հեռուստաընկերության հիմնական հաղորդաշարով։ Այս
գեղեցիկ տեսահոլովակը հատուկ մեր ծրագրի համար պատրաստել էր մեր շատ սիրելի AMG հեռուստաընկերության խոսնակ դուք ամեն օր կվայելեք զինք մեր շատ սիրելի օրիորդ Կարինե Գեփենյանը։ Ես կուզեմ այս առիթը օգտագործել սրտանց եղբայրական շնորհակալություն հայտնել իրեն այս գեղեցիկ առիթի համար, որ ինքը գիշերներով նստած այս նյութերը հավաքելով պատրաստեց այս տեսահոլովակը, Աստված իրեն ուժ կարողություն տա եւ բոլոր իր սրտի փափակները կատարե։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա մեր հիմնակար հաղորդաշարի նպատակը այն է, կուզեմ քալ եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, որոնք հավատացին մեզի եւ Flare of Hope հույսի լույսը, հույսի այս կայծը սկսվեց դժբախտաբար դխուր արիթով, բոլորս գիտենք, բայց ես կուզեմ հիմա չծանրանալ այս նյութի մասին եւ երթալ 41 տարիներ առաջ։ Այո, փոքր երիտասարդ չեմ կարող ասել երեխա, բայց համարյա երեխայի նման հասա հերավոր Ամերիկան եւ Ամերիկան իսկապես իմ համար անհասանելի էր, բայց մի հատ օդանավի դոմսով հասա Լոս Անջելես։ Այստեղ պետք է ասեմ, որ որովհետև մանկության 10 տարեկան ես ի վեր Գաբրեի Ավստրիո մայրաքաղաք Վիեննա քաղաքին մեջ եւ այնտեղ ովքեր որոնք ուքային կայցելեին ես ընկերական կապեր կհաստատեի այդ ժամանակ իհարկե չկար սոցցանցեր չկար այս հարստությունը որ այսօր երիտասարդները կվայելեն մենք այդ ժամանակ ունեինք հեռախոսի համար եւ նաեւ հասցե ու այդ գաբը ընկերական կապը մենք կպահեինք նամակներով կամ հեռախոսով ու այստեղ պետք է հիշեմ 1984 թվականի սեպտեմբեր 6-ին շատ լավ կհիշեմ պատահմամբ Վիեննայի մեջ Վիեննայի օպերայի այդ շենքի անցումային այդ վարը գկալեի ու հանգարց ագանչս կանչեց հայերեն խոսքեր Սիրելի հայրենակիցներ այն քաղաքները որոնք շատ քիչ հայեր կային եւ մանավանդ որ ես բոլորին համարյա կճանաչեի այս հայերեն խոսքերը ագանչիս այնքան հոգեհարազատ էր այնքան սիրուն էր հնչում որ ես մոտեցա այդ զույգին մարդ եւ գին էին եւ ասեցի թե գիտեմ որ դուք հայեր եք ես էլ եմ հայ կուզեմ ցեզ հրավիրել եւ հրավիրեցի ներս ու մենք ծանոթացանք եւ իրենք ուրեմն Ժանո եւ Հրանտուհի Վարակյաններ էին մեր շատ սիրելի դոկտոր Լուսիկ Վարակյանի ծնողներն էին ինչպես նաեւ Անահիտի ծնողներն էին Եվ այդ օրվանից մենք լավ ընկերներ եղանք ու երբ որ որոշեցի Ամերիկա գալ այցելել, բայց բացարձակ նպատակ իսկ չունեի Ամերիկա հաստատվելու, եկա ասի կոնե 15 օրով մեմը այցելեմ ու վերադառնամ։ Այդ 15 տարին սիրելիներ շուտով արդեն 41 տարի գլա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կապրիմ։ Որովհետև Վիեննայի քաղաքը համայնքը թեև հին էր, բայց շատ փոքր էր ու ես լինելով որպես ասենք քաղաքի կամ համայնքի ակտիվիստ այնտեղ համարյա ես կոնե չեմ չափազանցել 95% ավստրիահայերը կճանչնայի Երբ որ եկա այստեղ բավական դժվար էր որովհետև միայն մեկ քաղաք չէր, այլ Լոս Անջելես
մարզը կամ Լոս Անջելես գավառը, այսպես ասած, շատ քաղաքներ կային ներգրավեին, որոնք հայաշատ քաղաքներ էին, ընդ որում նաև անոնցում եմ մեկնալ Փասադինայի, ուր որ ես այնտեղ կապրեի։ Երբ որ գինես եւ ես որոշեցինք մնալ Ամերիկա եւ փորձել այստեղ ապակա հաստատել մեր նորագազ փույնը, ասենք ընտանիքը այստեղ կազմել, այստեղ էր, որ ես կամաց սկսա ծանոթանալ առաջին որպես սարկավակ եկեղեցվո, ապա միութենական։ Այդ ժամանակ պետք է ասեմ, սիրելիներ, չկար անհատական աշխատանքներ, այլ կար որևէ մեկ ժամանակ կար 3 պատմական կուսակցություններ, որոնք այդ կուսակցությունները ունեին ենթահանձնախումբեր մշակութային, մարմնամարզական, քաղաքական եւ այլն։ Եթե որևէ մեկը գուզեր, այսպես ասած, քաղաքային աշխատանք տաներ, որևէ մեկ այս 3 կուսակցություններեն մեկը պետք է ներգրաված լիներ, որպեսզի այնտեղ աշխատեր։ Ուրեմն ես, այսպես ասած, ճակատագրաբար հասա եւ այդ ժամանակ լավ ընկեր կար եւ դժբախտաբար շատ շուտ գործուցինք Արման Սահակյանը։ Արմանը կարծես կամաց ինձի դռները բացավ թեպի համանքային աշխատանքներ եւ ներգրավեց մենք այդ ժամանակ 85-86 մենք սկսանք հիմքը դնել արդեն Ֆրեզնոյի մեջ գայծ երիտասարդական միությունը եղած էր 1910-ական թվականներում, բայց եւ շարունակականություն չեր ունեցած, բայց հիմքը դրինք Փասադինա քաղաքի մեջ գայծ երիտասարդական միության եւ այնտեղ կար նաեւ հոմենը եւ այլն, այսպես այդ քաղուտը ոտքի ելավ AYF-ն էր, երիտասարդ արմենականներն էր, ու մենք այսպես ասած հայկական համամիութենական աշխատանքներով տարբեր միություններու հետ միասին աշխատելով ոտքի հանեցինք գայծ երիտասարդական միությունը։ Եվ նաև իհարկե, որովհետև ես որպես մխիթարյան աշակերտ կհավատայի ուսման, զարգացման նամանավանդ նաև հայրենասիրական կետնի վրա։ Ամերիկայի մեջ մեծացող կամ Ամերիկայի մեջ ծնվող երեխային կուզեի անպայման այդ հայկական ոգին ծնունդ տայի իրենց սրտերի մեջ, իրենց հոգիների մեջ, իրենց մտքերու մեջ եւ այդպեսով սկսա ուրեմն կգոչվեր հոգեմփենմեն շաբաթօրյա դպրոց այն դեսլականով, որ արդեն Վիեննայի մեջ սկսած էինք Հովաննես Շիրազ շաբաթօրյա դպրոցը, որ այսօր նույնիսկ 40 տարի եւ ավել կշարունակվի, որովհետեւ ես գիտեմ 82 թվականին արդեն այնտեղ կպաշտոնավարեի որպես արևմտահայերեն լեզվի ուսուցիչ։ Ընդամենը ես 17-18 տարեկան երիտասարդ մնեի եւ 18 տարեկան որպես երիտասարդ կհավատայի, որ հայապահպանումը կսկսի հայերեն լեզվով հայկական դպրոցներու մեջ։ Այստեղ նույնը շարունակվեց հոգեմփենմեն շաբաթօրյա դպրոցը նախ 333 ուրեմն South թե West կարծեմ 333 West Colorado-ի վրա մենք միշտ այդ ժամանակ կսեինք գլոր եկեղեցին, որ բոլոր հայկական ծրագիրները արտասանության, երգերու եւ այլն այդ գլոր եկեղեցի մեջ գնեինք, որովհետեւ թեր չունեինք շքեղ հանդիսասրահներ։ Հայերը թեր այդ ժամանակ
չէին եկած, չէին հիմնավորված, անոր համար կգործածեինք ամերիկյան հաստատություններ ու սրահներ։ Գայծ երիտասարդական միությունից հետո եւ նաեւ շաբաթօրյա դպրոցից հետո դժբախտաբար հասավ 1988 թվականի երկրաշարժը, որ ինձ հոգով ու սրտով ցնցեց նոր գարույց իմ ընտանիքը կուզեի թողնել եւ գնալ Հայաստան, որովհետեւ առաջին անգամը լալով այն Հայաստանը, որ ես կպատկերացնեի, կտեսնեի CNN-ի այդ լուրերու մեջ, թե ինչպես Լենինականի, Գյումրիի եւ տարբեր շրջակա Սպիտակի, Վանաձորի, Երևականի այն մեջ նույնիսկ թակաղներ ցույց կտային հերոստատեսությամբ ու ես չէի կարող լուր մնալ, ես պետք է գնայի, բայց որովհետև նոր էր ամեն ինչ, նոր ընտանիք էի կազմել, դժբախտաբար ֆիզիկապես ինձ Հայաստան գնալը դժվար էր, այդ իսկ պատճառով այստեղ մենք Հոգենպենմենի միջոցով, գայջի միջոցով սկսանք օգնություններ հավաքել եւ անմիջապես հասցնել Հայաստան։ Այս ծրագիրները չեմ ուզեր մեկ թե ինչ արեցինք, ինչպես արեցինք եւ այլն, բայց եւ այնպես ասեմ, որ վրա հասավ նաեւ այստեղ մեծ աղեսը, որտեղ որ հարավային այդ Լուիզիանա եւ տարբեր նահանգներու մեջ Կաթերինա այդ աղետը եղավ եւ Կաթերինայի մեջ ահավոր քաղաքներ ճուրի դակ գնաց այստեղ այս մեր բաղավարեններ աշխատանք տարվեց եւ պետք է ես ասեմ հբարտությամբ որ ես անդամ դարձա մեր շատ սիրելի AMG-ի հեռուստաընկերության այս մեծ եւ դակուկ եւ ջերմ ընտանիքի անդամ եղա եւ Մարի Քալաջյանը ես միշտ զինքը իմ մորքուր գսեմ եւ մորքուրը տեսավ ու հավատաց իմ աշխատանքները եւ միասնաբար տարբեր քաղուտի ղեկավարներու հետ միասին հավաքեցինք ավելի քան $100,000 այդ ժամանակ եւ նվիրեցինք Կարմիր խաչին, որբեսի օգնություն երթա Կաթերինայի զոհկացած տարբեր ընտանիքներուն։ Եւ այնգե ետք շատ լավ կհիշեմ, երբ լուսահոգի Հովանես Բալայանը մեր շատ նշանավոր պիտի ասեմ Հովանեսը, որ Քաչնազարի հիմնադիրն էր, ուներ Քաչնազար այդ թերթը, ինչպես նաև Քաչնազար հաղորդումը այստեղ AMG հեռուստաընկերության կողմէ եւ մի օր նեղացած երբ որ Հայաստանից էր եկած այնտեղ տեսած էր բանի շրջանը որ կա Աբովյանի շրջանը մի հատ նկարահաներ էր այնտեղ մանկատուն, որ շատ խեղճ վիճակի մեջ էր եւ մենք սկսանք այդտեղ Հայաստանի մանկատների, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների երեխաներին, որբերին օգնելու համար նոր դարվան շեմին եւ գուզեինք որ կոնե նոր դարվա այս ծմեր պապին դատարկ ցերկով չերթար այդ երեխաների տները եւ մենք այստեղից կարողացանք օգնություններ հավաքել եւ Փառք կուտամ Աստծո, որ AMG հեռուստաընկերության ղեկավարությունը վարչական կազմը միշտ նեցուկ կեցավ մեզի, որբեսի մենք այստեղից տելեթոններ կատարենք։
երևակայեցեք այնքան քեղեցիկ էր երևույթը, որ մարդիկ Հոլիվուդեն, նորդ Հոլիվուդեն տարբեր արծվարձաններեն կհասնեին գլենդել մեր այս ստուդիոյին եւ իրենց սրտափուխ թեգուզ չնչին նվեր չկա սիրելիներ ինչ որ գուտակ ծեր սրտով այդ է որ գթարնա շատ այդ գթարնա սիրելի այդ գթարնա կարևոր փոքր ու մեծ նվիրատվություններ չկան սիրելիներ կա սրտով նվիրված նվիրատվություններ ու այսպեսով մենք կարողացանք շատ մծրակիրներ մշակել եւ այդ ծրակիրները գլուխանել ինչպեսին էր վերջինը կոնե Գյումրիի մեջ Ավետիսյան ընտանիքը այդ որ 7 հոգի մահացած էին ահավոր մահով այդ ընտանիքի անվան գրցանք դպրոցը անվանել եւ վերանորոգել ու ես անցամ որ գնացի դեսա ուրախացա որ նաեւ հերավոր գլենդելից կարողացել են օգնություն բերել եւ վերանորոգել այդ դպրոցը եւ վերանվանել Ավետիսյան դպրոցը Իհարկե Հովհաննես Բալայանը բախճանեց իր կորձը այսպես օդ մնաց շատերը գմոդենային ինձ կասեին որ Ստեփան տուն ցերնարգե տուն արե որովհետև ժողովուրդը կհավատա քեզ որովհետև ժողովուրդը քեզ կճանչնա որ տուն ճիշտ կորձ կնես Կարծես ամեն ինչ իր ժամանակը պետք էր եւ կմտածեի թե երբ եւ ինչպես պետք է սկսել այս աշխատանքը ահավասիկ սեպտեմբեր 27 2020 թվականը այս չարապաստիկ պատերազմը հասավ մեզի Ասկի առաջ մեկ շատ կարճ բան պատմեմ որ հաճախ երբ որ տարբեր քաղաքներեն հայրենիք սպյուրք համաժողով գլար գագաթնաժողով գլար Հայաստանի մեջ կամ այստեղ այլուր եւ ուրախությամբ կրնամ ասել որ Լոս Անջելեսի կողմէ այդ ներկայացուցիչներուն Նաև անդամ եղած եմ ես, շնորհակալություն, որ մարդիկ հավատացած են ինձի, շնորհակալություն, որ մարդիկ տեսած են իմ աշխատանքը։ 2006 թվականին Սփյուռք հայրենիք ժողովի Հայաստանի անկախության 15-ամյակն էր եւ մենք այնտեղ ահագին մեծ աշխատանքներ դարինք։ Բայց եւ այնպես պետք է ասեմ, որ բարձրապես այս ամենը մնաց քաղաքային ծիրեններ։ Բայց երբ որ այս չարապաստիկ պատերազմը սկսավ եւ չարապաստիկ պատերազմին հաջորդեց պետք է ասեմ անձնական այն դժբախտությունը ուր հորեղ բոլորթու զավակը զոհվեց, որոնք մերիները բոլորը գնացել էին Հալեբից քաղտած էին կամ ներքաղտած էին Հայաստան ու այդ փոքրիկ ընկարոն 3 տարեկան Հայաստան մեծացավ եւ միշտ իր երազանքներ բժիշկ դառնալ ու երեխաներին բժշկել բայց իր երազանքը չիրականացավ որովհետեւ հոկտեմբեր 10 2020 թվականը իր 20 տարվա քարոներ վայլած ցանկը արև մուտք կորցեց եւ ամբողջ աշխարհը ամբողջ հայությունը աշխարհացրիվ մենք շոկի մեջ էինք եւ չգիտեինք ինչ պիտի անենք իհարկե իմ այսպես ասած իմ եղբորս կամ հորեղբորորդիս այն դեսլականը ունեցավ որ եթե իր զավակը իր տղան չկարողացավ բժիշկ լինել որ բժշկեր երեխաներին բայց կարելի է ծրագիր մշակել եւ երեխաներին իր անունով
Գարոյի անունով շարունակել։ Ու այսպես ցակեց Հայաստանի մեջ Գարո Հովագիմյան բարեգործական միությունը, որ ուսումնական օգնություն կտա, բժշկական օգնություններ կտա, տարբեր ծրագիրներու կօգնի։ Այստեղ 2020 թվականը նաև մեզի ցնցիչ էր, բայց նաև մենք ուզեցինք այդ աշխարհին ասել հայը դժբախտություններից հետո հայը շատ դժբախտություններ է տեսած սիրելիներ։ Հայ ազգը տեսած է Լենգ Թիմուրը, հայ ազգը տեսած է Ջենգիզ Խանը, հայ ազգը տեսած է նույնիսկ արաբական, բարսկական, թրքական յաթաղանները։ Եվ այն հայ ազգը որպես մոխիրներեն ծնված նոր Հայաստան, նոր հայրենիք, ինչպես մեր աչքի առաջն էր 1915-ին Օսմանյան կայսրության վերջին օրերուն երիտասարդ թուրքերը, որոնք ուզեցին արմադախիլ լինել հայերը եւ մեր բաբենական 4000-5000 տարվա մեր հողերեն հանեցին այն դեսլականով, որ այլևս հայություն, քոյություն պիտի չունենար աշխարհի երեսին, թեգուզ պիտի պահեին մեկ հայ, ինչպես Սուլտան Համիդը գսեր, պիտի պահեն մեկ հայ եւ անալ թանկարանին, որբեսի աբակար զորունքներուն ասեմ, թե ինչպես որ նինվիացիք, ինչպես բաբելոնացիք, ինչպես շումերները, ինչպես հիթիթները, մոսկերը, խարիմիդանիները, այնպես էլ հայերը եկան եւ քացին, մեկը մնաց անալ թանկարանի մեջ։ Ոչ արյունարբու Սուլտան Համիդը, ոչ Թալյաթը, ոչ Էնվերը, ոչ Կեմալը գրծան իրենց երազանքներուն հասնել, մենք հայերս, որ ապրիլ գիտենք, չենք կրնար մեռնել։ Եվ այդպեսով մենք վերապրեցանք։ Ու այսօր այդ 2020 թվականի պատերազմից հետո որքանալ դժվար, որքանալ նեղությամբ լեցուն, արցունքով լեցուն, բայց մենք նորից ոտքի ելանք։ Եվ այստեղ 2022 թվականին Flare of Hope անգլերեն, այսինքն այդ կրակը, այդ լույսը հույսի, այդ խայձը, այդ բոցը հույսի գրծանք վերապրիլ եւ վերաթարնալ հայրենիք ու տեսնել, թե մենք որուն կրնանք օգնել։ Ու ահավասիկ այս տաղավարներս տարբեր արիտներուն մենք եկանք ցեզ մե խնդրելու, որբեսի մեզի սատար հանդիսանակ եւ ինչպես այս պաստարի վրա գրված է donate zell եւ այլն, դուք տարվա ընթացքին միշտ ալ կրնակ մտնել այնտեղ flareofhope.org նայել եւ այս հեռախոսով որ ծեր սրտապուխ նվերները տալ։ Ես այսօր չեմ եկած նվեր խնդրելու, այլ եկած եմ շնորհակալություն հայտնելու, որովհետեւ շաբաթ օրը մենք ունեցանք մեր հիմնադրության 4-րդ տարեկան ճաշկերույթը եւ Փառք Աստծո հաջող էր 268 անդամներով եւ գրծանք իրապես մեր նպատակին հասնել եւ հավաքել այն, ինչ որ հարաճիկա օրերուն, հարաճիկա ամիսներուն մենք պիտի ըստ այնմ դնորինենք օգնություն։ Ես եկած եմ իմ խորին շնորհակալություններս հայտնելու հենց ստեղից սկսեմ AMG հեռուստաընկերության, որ միշտ նեցուկ գեցած է Flare of Hope-ի հետ, շնորհակալություն մեր շատ սիրելի Կարին Եգեփենյանին, որ ոչ թե միայն ամեն օր ցեզի մաքուր, զուլալ, անգողնագալ լուրեր գուտա, բայց եւ նաեւ միշտ երբ որ մենք պետք ունեցած ենք ինքը անպայմանորեն հարաճ եկած է եւ մեզ օգնել։
օգնած է։ Շնորհակալություն մեր շատ սիրելի Էդվարդ Կալաչյանին, որ իր սիրտը կփանա, իր դռները կփանա մեզի համար։ Շնորհակալություն ցեզի բոլորիդ այդ 268 հոգիները, որոնք ներկա գտնվեցան շաբաթ օրը մեր տարեկան ճաշկերույթին։ Նրանք ովքեր որոնք ներկա չգտնվեցան, բայց իրենց սրտապուխ նվերները նվիրեցին, որ մենք կարողանանք մեր նպատակին հասնել եւ մենք օգնել հերավոր սահմանամերձ գյուղ, որոնք ընդհանուր 500 հոգի նույնիսկ չկա այդ գյուղին մեջ, բայց մենք կուզենք այդ գյուղը մնա, այդ գյուղը ձխա, այդ գյուղը հայկականը լա, որտեղ սովետի ժամանակ այդ գյուղը Աղավնավանք գյուղը 1953-ից մինչև 1988 թվականը եղած է թուրքական այդ սովետի քաղաքապարախոսությամբ թուրքեր են լծված ընդեղ արհեստական ձևով եւ այդ մաքուր հայկական հողի վրա թուրքերը բղձեր են եւ 88-ին երբ որ այնտեղից հերացել են գամավոր ոչ մեկ բռնություն թե չի եղած վախցեր են որ հանկարծ ովևէ մեկը գուկա իրանց կնեղացնի թողել գնացել են եւ այդ տներու մեջ Սումկայիթի եւ Բաքվի մեր հայերը, որոնք իրենց ոսկի բալատները թողած եկած են այդ գյուղերում մեջ, ինչպես ինձ կպատմեր մեր շատ սիրելի տատիկներից մեկը եւ ասում էր ես հսկայական բալատ դիպես տուն ունեի, բայց այստեղ այս գյուղի մեջ կապրի։ Սիրելիներ, ես այդտեղ մեկ բան հիշեցի, որոնք կուզեմ այսօր այդպեսով ավարտել։ Մեր կյանքի մեջ մեր հայ ժողովրդին շատ տխուր երգեր կան, որոնցից մեկն է Տելեյամանը, որոնցից մեկն է գրունգը, գրունգ ուստից կուքաս ծարայ ցայնիտ, գրունգ մեր աշխարհեն խաբրիկ մունիս, այդ ժամանակ ոչ ինտերնետ կար, ոչ սոցցանցեր կար, ոչ հեռախոսներ կար եւ մեկ նյութը կամ մեկ նոր այսպես ասած նորությունը ամիսներ, տարիներ կտևեր մինչև մեզի հասներ եւ այսօր Փառք Աստծո մենք ինչ որ հիմա կկատարվի Երևան նույն վարքանի մենք այստեղ կլսենք կիմանանք եւ Աղավնավանքից, Գոշավանքից, Տաուշի շրջանից, Լորու շրջանից, մինչև հասնենք Մեղրի, Սյունիք, դա մեր հայրենիքն է, այդ ապմհողը, այդ կեդը քարդեսի վրա մեր Հայաստանն է, սիրենք մեր հայրենիքը, անգախ մեր գուսակցական, անգախ մեր քաղաքական, անգախ մեր տարբեր հայացքներից հոգ տանենք, սիրենք մեր հայրենիքը, այդ գեդմը ամբողջ քարդեսի վրա, այդ ապմհողը սիրենք, հոգ տանենք, խնամենք, որովհետև դա մերն է, եթե մենք չսիրենք, չխնամենք, հավատացեք, ոչ մեկու վեճը չէ այդ ապմհողը։ Ուրեմն սիրելի հերոստատիտող բարեկամներ, ինչպես կսեն մեր հայրենիքի գրունգները, որոնք կուքան խաբրիկ կպերեն մեր հայրենիքեն, ծիծերնակը բույն գշինե և գերքե, ամեն մեկ շուղ գպցնելիս իր հին բույնը գհիշե։ Այո սիրելիներ, մենք որպես ծիծերնակներ շատ մտուներ քանդած ունենք, բայց ամենատեն նոր երանտով, նոր ավյունով, հայկական իսկական գորովի ոգիով նոր բույնը գշինենք առանց մոռնալու մեր հին բույնը։
այս նոր բույնը թող լինի ավելի ուժեղ, ավելի զորեղ, ավելի համամիացին, որպեսզի կարենանք դիմակրավել ամբողջ աշխարհի դժվարությունները։ Եվ այսպեսով սիրելի հեռուստադիտող բարեկամներ, կավարտեմ այսօրվա ելույթը, կցանկանամ ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք, մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Ցտեսություն։